Դուք հաճախ լինում եք մարզում, նաև շփվում եք, անհանգստություն, խուճապ մարդկանց մոտ արդյոք չկա կապված գրակոչների հետ։ Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է եւ իհարկե, երբ որ գյուղի մոտ գրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, դա բնական է, որ այդպես էլ կա։ Եթե տեսնում են երբեմն գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե դա անհանգստացնում է։ Բայց եթե արդեն կպնում են տանիքներին, շինություններին, դա նաև վտանգավոր է բացի անհանգստությունից, չէ՞։ Իհարկե վտանգ կա, նման առաջի անգամ մի քանի անգամ նման դեպք եղել է, պարբերաբար ցավոք սրտի կրկնվում են այդպիսի դեպքերը, դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում ես քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն։ Քարտուղարի հայտարարությունը, հա, չի անհանգստացնում պարոն Խաչատրյան, որ այդ էսկալացիայի ռիսկը կա Ռուսաստանի պաշտպանության նախարարն ըստեյության ասեց Սյունիքում, որ Ռուսաստանի, ինչ ասել, որ բավականին անհանգստություն կա, ըստեյության ԱՄՆ պետքարտուղարն է դարձնում, բայց Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, անգամ երեկ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ խաղաղություն լինելու, ինչու է այսպես շատ տարբեր որովհետև բոլոր գերտերությունները իրանց շահերը ունեն, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում այն, ինչը որ կա։ Եվ դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն կամ բան, դա չես կարող ասել ինչ հիմքեր ունի եւ ինչպիսի։ Ես նորից եմ կրկնում, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում, ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն, տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա, եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած գրակցությունից այն ինչ որ չափով անհանգստություն։ Այնպես խուճապ չկա, ասեմ դες գյուղում որևէ խուճապ չկա, չի կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովոր են դրան եւ գիտեն այդ ամենը, բայց իհարկե անհանգստացնում է եւ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում։ Եթե կնքվի չեն կրակել ձեր կարծիքով։ Եթե կնքվի, այո, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ գործառույթ իրականացնելու սահմանապահ զորքերը, երկուստեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրավում։ Եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի պարոն Խաչատրյան, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել։ Հիմա դուք պարզագույն հաց եք տալիս։ Դե իհարկե կգնա էսկալացիա եւ չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նաև որ խաղաղության պայմանագիրը ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաև չեն տանում, որովհետեւ մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Պարոն Խաչատրյան, երբ ասում եք իրենց շահերին են, ռազմական էսկալացիայի նախերգան չեք համարում։ Ոչ։ Երբ ասում եք, որ իրենց շահերին են, այսինքն Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների, ինչ նկատի ունեք, որտեղ Ուկրաինայի դեպքում փորձում են ինչ-որ հավանականություն։ Եկեք Ուկրաինան եւ այլը չխառնենք Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա ասում եմ, խաղաղությունը այլընտրանք չունի։ Մեր երկու երկրների միջև դա լինելու է, խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիա լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները, պրոցեսներ են, որը պետք է այդ պրոցեսների մեջով անցնի, իհարկե պետք է անի։